Բարև ձեզ, Ազատություն TV ուղիղ եթերում սկսում ենք մեր հեռարձակում այսօր, մեր հյուրն է Վարդան Օսկանյանը, կարծում եմ նրան ներկայացնելու կարիք չկա, սակայն ես այնուամենայնիվ հարկ եմ համարում մի շարք կենսագրական տվյալներ այստեղ ներկայացնել։ Պարոն Օսկանյան, դուք եղել եք առաջին սփյուռքահայերից մեկը, ով եկել է Հայաստան, հաստատվել այստեղ, ստացել Հայաստանի քաղաքացիություն եւ իր ճակատագիրն ընդմիշտ կապել է Հայաստանի հետ։ Բացառիկ կրթություն եք ստացել, Հարվարդի համալսարան, Թավթի համալսարան, Ֆլեչերի համալսարան, դուք երկար տարիներ աշխատել եք Հայաստանի արտգործնախարարությունում եւ ավելի քան 10 տարի եղել եք Հայաստանի արտգործնախարար, ձեզ հետ է կապված Հայաստանի արտաքին հարաբերությունների ամենակարևոր փուլերից մեկը Եվրախորհրդի անդամ դառնալը, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության այդ պայմանագրի կնքումը եւ այլ մի շարք այդպիսի կարևոր առանցքային պատմական պահեր եւ կարող ենք ասել, որ դուք ամենաերկարամյա ուրեմն պաշտոնավարումն եք ունեցել իբրև Հայաստանի արտգործնախարար եւ սակայն այսպիսի դուք աշխատել եք Ռոբերտ Քոչարյանի վարչակազմում եւ սակայն ձեր հայացքներով դուք աչքի եք ընկել իբրև ավելի ազատական Եվ ես հիշում եմ 2003 թվականի նախագահական ընտրությունից հետո, երբ սկսվեցին վարչական կալանքները, ասենք ակտիվիստներին վարչական կալանքի էին ենթարկվում, այնուհետև 2004 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցավ ծեծ ընդդիմադիրների, ընդդիմադիր գործիչների, եւ այս ամենի համար ըստ էության դուք էիք բացատրություն տալիս եվրոպական կառույցներում եւ արևմտյան տերությունների պաշտոնյաների արչեւ բացատրում եք թե ինչ է կատարվել, ինչպես է այս ամենը տեղի ունեցել եւ արդարացնում եք։ Ինչ էիք ասում, եթե գաղտնիք չէ, ինչպես էիք բացատրում, ինչպես էիք արդարացնում այդ ժամանակվա իշխանությունների գործողությունները։ Բայց հրար, եթե ասում ես, որ ինչ էիք ասում, ուրեմն չգիտեիր ինչ էի ասում։ Ինչի ես ենթադրում, որ արդարացնում էի։ Ամենայն ես կպատասխանեմ իհարկե հարցից, բայց իմ կենսակրթության մեջ ես ուզում եմ մի փոքր լրացում անել, որտեղ շատ կարևոր է։ Այո, իմ գրթության հիմնական մասը Միացյալ Նահանգներում ա եղել, տարբեր համալսարաններում, բայց հիմքը եղել է Հայաստանում։ Ես 73-ից մինչև 80 սովորել եմ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ եւ կարծում եմ, որ վերջ-վերջո Հայաստան վերադառնալու նաեւ հիմնական գրավականներից մեկը հենց իմ հողի եւ արմատների հետ կապն է եղել։ Ամենից որ այդ ժամանակաշրջանը ինձ համար իսկապես շատ կարևոր է եւ այդ ժամանակահատվածում էլ նաեւ ես Հայաստանում բազմաթիվ կապեր եմ հաստատել, ընկերներ եմ ունեցել եւ դա իսկապես էապես նպաստել է եւ իմ աշխարհայացքի եւ նաեւ հայրենիքի հետ կապին։ Ինչ վերաբերում է, գիտեք, կոնկրետ այդ տեսակ գործունեությանը, միանգամից հետեւյալը ասեմ, որ ինձ համար շատ դժվար է եղել Եվ ես կապի շատ վատ եմ զգացել, յուրաքանչյուր անգամ, որ Հայաստանում բացասական երևույթ է տեղի ունեցել, որից հետո ես մեկնել եմ արտասահման ինչ-որ հանդիպումների։ Սրա մասին ես բազմիցս խոսել եմ։ Ցանկացած վերիվայրում երկրի ներսում, բացասական դրսևորում, ինչ-որ մի ժամանակահատվածում մեր արտաքին քաղաքականությունը դարձրել է անարդյունավետ։ Այլ երկրներ մեզ սկսել են դարբեր աչքով նայել, դա իսկապես շատ վատ անդրադարձ է ունեցել։ Դա ձեր հենց պաշտոնավարման ընթացքում։ Եվ պաշտոնավարման ընթացքում եւ իմ փոխնախարար եղած ժամանակ, նույնն էլ այսօր է։ Մենք չենք տեսնում դրա մասին իշխանությունները չեն խոսում, բայց նույնիսկ այս ընտրությունները, թեկուզ եւ միջազգային հանրության համեմատաբար դրական գնահատականին, ասեմ քեզ, շատ լավ գիտեն դեսպանատուները ինչ է կատարվել։ Վերջ-վերջո երկրների միջև հարաբերությունների խնդիր կա, Կովկասում կայունության հարց կա, մեծ քաղաքականություն կա, եւ այն ինչ որ հրապարակային ասում են, մի բան է, այն ինչ իրենք հավատում են, մի այլ բան է։ Եվ հավատա ավելի մեծ ազդեցություն ունի երկկողմ հարաբերություններում եւ մեր հետագա հարաբերությունների առումով, այն ինչին հավատում են, քան այն ինչ ասում են։ Եվ որտեղ այստեղ հիմնական մեր գործընկեր երկրները դեսպանատներ ունեն, դեսպանները լավ գիտեն ինչ է կատարվում, իրենց զեկույցները տալիս են Եվ համապատասխան այդ երկրների ղեկավարները իսկապես գիտեն, թե Հայաստանում ինչ է կատարվում։ Ես սա ասում եմ իսկապես իմ փորձից։ Երբեք ես չեմ փորձել բացասական արդարացնել, բայց վերջ-վերջո ես երկիր եմ ներկայացնում, երկրի շահերը կան, այո, փորձել եմ այդ բացասական երևույթներին ինչ որ որոշ շղարշ տալ, փորձել բացատրել մեր ժողովրդավարության թերևս սկզբնական փուլում գտնվելով,
Համոզելով այդ մարդկանց, որովհետև ես ինքս եմ հավատացել, որ վերջ-վերջո մեր պատմությունը վերիվայրումներով է լինելու, անկախությունից հետո այդպես եղել է եւ թեր մի տասնամյակ ամենատեղս կլինի, եւ միշտ հույս ունենալով, որ մենք այդ ճանապարհին անընդհատ դրական դեղաշարժ կարձանագրենք, առաջ խաղացում կունենանք, դա եմ ներկայացրել ես մեր կորձընկերներին, հույս հայտնելով, որ այո, խնդիրներ կան ներսում, բայց մենք որպես իշխանություն համոզված ենք, որ մեր ապական ժողովրդավարության մեջ է, անպայման մենք դրանք կուղենք։ Դա է եղել իմ հիմնական ուղերձը։ Հիմնական համոզվել եք, չէ՞ իրենց, պարոն Օսկանյան։ Դժվար է ասել, վերջնական համոզվել են թե չէ, բայց ես որ ասեմ ինչ որ մեծ ջանք եմ դրել անպայման իմ հավատացից ենգոմ ինչ որ այլոց բան բացադրել, ոչ այդպես չէ։ Եթե ես մի բանին հրաժ չեմ հավատում, չեմ էլ կարողանում իսկապես համոզիչ կերպով նա ներկայացնել։ Այնինչ ասել եմ, դրան ես հավատացել եմ, որովհետև միշտ հույս եմ ունեցել իսկապես մեր ժողովրդի հավաքական խոհեմության վրա եւ վստահ եմ եղել, որ վերջ-վերջո մենք կարող ենք իսկապես այս խնդիրներին լուծում տալ։ Բայց դժբախտաբար, գիտեք, 20 տարի է անցել եւ ամեն անգամ որ ամենայնտեղս այդ հույսը մենք պայպայում ենք, գալիս փախվում ենք ամենայնտեղս նույն խնդիրների հետ եւ երբեմն շատ ավելի արմատավորված, որ արդեն սկսում է նաեւ մեր հույսը խալխլել։ Հույսը վերջինն է մեռնում, բայց որ դա մերավ իսկապես շատ վատ է լինելու եւ ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը արդեն մոտեցել է այդ եզրին։ Այնպես որ այսօր շատ ճակատագրական մենք փուլում ենք գտնվում եւ իսկապես պետք է կարողանանք մենք հավաքական ջանք դնենք, որ կարողանանք այս խոչընդոտը հաղթահարել այնպես, որ նման դեպքեր երբևիցե Հայաստանում այլևս չկրկնվեն։ Պարոն Օսկանյան, կարծում եմ դուք նաև ակնարկեցիք մարտի 1-ը հենց դուք այդ անվերջ ընդդիմությունը հիմա ավելի պակաս, նախկինում ավելի հաճախ ձեզ մեղադրում էր, որ դուք էլ ինչ որ իմաստով փորձում եք արդարացնել այդ մարտի 1-յան իրադարձությունները, իշխանությունների ձեռնարկած այդ կոշտ գործողությունները, որի արդյունքում 10 մարդ զոհվեց եւ դուք պաստորեն ես հիշում եմ այդ օրը իսկապես շատ ծանր օրեր էին նաեւ լրագրողների համար, որովհետեւ ըստ էության մենք չէինք կարողանում աշխատել, շատ դժվար էր մեզ համար եւ դա երևի ամենադաժան էջն է մեր ժամանակակից արդի Հայաստանի, նորանկախ Հայաստանի պատմության մեջ։ Եթե դուք դառնաք հետ այդ օրը հիշեք, այսօր ուրիշ կփոխեիք ձեր վարքագիծը, ուրիշ այլ կերպ կվարվեիք, թե ոչ։ Ելույթ կունենայիք, ասենք այդ լրագրողների առջև Արտասահմանյան եւ ընդհանրապես հայտարարությամբ հանդես կգայիք, թե ոչ։ Նայ, որովհետեւ չսրեմ ավելի վիճակը, արի այդ հարցին կոնկրետ չպատասխանեմ, բայց հետեւյալ կերպ ասեմ, ես այդ օրը երբեք որևէ բան արդարացնելու նպատակ չեմ ունեցել։ Ես ելույթ ունեցա ժամը 6-ին, առաջի գրագոցները եղան ժամը 9-ին։ Իսկապես իմ ցանկությունը այդ օրերին եղել էր կանխել այն, ինչ ես ակնկալում էի, որ կարող է տեղի ունենալ, եւ իսկապես ճիշտ էի, դա տեղի ունեցավ։ Իմ ելույթը այդ օրը, եթե նայեք, իսկապես դրան էր միտված։ Ես իմ այս առիթը օգտագործեմ հետեւյալը ասելու։ Եթե իմ այդ ելույթը որևէ մեկի մոտ տպավորություն է ստեղծել ինչ-որ բան արդարացնելու, բայց մարտի 1 թեր չէր եղել, որպես այդպեսին զոհեր չկային, այսին արդարացնելու խնդիր չկա, բայց եթե նույնիսկ տպավորություն կա, որ արավոտվա ոստիկանության գործարքն եմ արդարացնում, ես ներողություն եմ խնդրում, որովհետև իսկապես իմ մոտ այդպիսի ցանկություն երբեք չի եղել հրայ։ Իմ մոտ եղել է մի ցանկություն, որ եթե հնարավոր էր իրավիճակը փոխել, կանխել արյունահեղությունը, փորձը դա անել, դա պատասխանության զգացման խնդիր է։ Ես գնացի եւ դա մամուլի ասում եմ, այս պատասխանությունից ելնելով։ Ուստի վերադառնալով քո հարցին, որ նույնը կանեի թե չէ, որովհետեւ իմ մոտ պետականության նկատմամբ պատասխանությունը իսկապես շատ խորն է, ես հիմա հակված եմ ասել, որ այո, նույնիսկ իմանալով հետևանքները, իմանալով այն քննադատությունը, որ իմ հասցեին արվում է, նաև քաղաքական շահարկումները, որ կան, այդ բոլորը իմանալով, որովհետև իսկապես իմ ցանկությունը ինչ որ բան կանխել է եղել, պատասխանության զգացումից թրթված, կասեի այո, կանեի, ինչու՞ չէ։ Իսկ այդ հարազատներին դուք կհանդիպեք, պարոն Օսկանյան։ Իհարկե կհանդիպեմ, հրայր։ Ես մարտի 1-ի զոհերի հարազատներ։ Իհարկե, ինչ խնդիր կա։ Դա իսկապես մեր պատմության, այսպես ցավալի էջերից մեկն է։ Դա մենք անընդհատ պետք է հիշենք, որովհետեւ թույլ չտանք դա կրկնվի։
այդ հարազատներին հետ պետք է հանդիպել, խոսել, օգնել նրանց։ Եղել է, ես ասեմ, նախկինում մեկը հիմա Բելգիայում կարծեք թե քաղաքական ապաստան է խնդրել։ Ես Civitas-ի կոորդինացիան ընթացքում արիթ եղել է այդ զոհվածների մայրերից մեկը առնվազն եկել է հիմնադրամ, մենք նրա հետ հանդիպել ենք, ինչ որ օգնություն է եղել։ Այնպես որ այստեղ խնդիր չկա, բայց մարտի 1-ը փոխանակ այսօր մենք փորձենք քաղաքականացնել, չարաշահել, ես կարծում եմ դա մեր հիշողության մեջ պետք է բախենք այն նպատակով, որպեսզի նման իրադարձություն այլևս չկրկնվի եւ կարծեք թե այն ինչ այսօր կատարվում է հրապարակում Ռաֆի Հովհաննիսյանի այս ամբողջ գործընթացները եւ Ռաֆի փորձը ամեն մի հնարավոր պրովոկացիա կանխելու, ես կարծում եմ, որ իր արմատները ունի նաև մարտի, իհարկե ողջունում եմ, մարտի 1-ի արմատները գնում են մարտի 1, որտեղ Ռաֆին մտածում է, որովհետև գա մարտի 1, ուստի պետք է շատ զգուշ լինել, որ հանգարց նման գրկնողություն չլինի։ Այնպես որ մարտի 1-ը փոխանակ քաղաքական ճարաշահումներու ենթարկել, ես կարծում եմ դա պետք է մենք ընդունենք, որ մեր պատմության ամենացավալի էջերից մեկն է այս մեր ժողովրդական գործընթացների եւ հիշելով դա մեզ դաս լինի, որպեսզի թույլ չտանք որապակային նման որևէ իրադարձություն դեղի ունենա։ Շատ լավ, պարոն Օսկան, հիմա դուք հիմնադրել եք Civitas կազմակերպությունը, սա ՀԿ է, չէ՞, հասարակական կազմակերպություն, որի նպատակն է ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը նպաստելը եւ շատ ազնիվ նպատակ է։ Դուք կարողանում եք իրագործել այն։ Միանշանակ հրաժարեք, ես հիմա որ հիշողության 5 տարի հետ եմ գնում, սկսել ենք 4 հոգով, այսօր Civitas-ում 60 երիտասարդ կա նվիրյալ, որոնք հավատում են այդ նպատակներին եւ իսկապես հսկայական աշխատանք են անում, արդյունքները ակնհայտ են, մեջտեղն են, ոչ միայն քանակով ենք աճել, տարածքով ենք աճել ենք նաեւ մեր ծրագրերով, ունենք ինտերնետային հեռուստադիտություն, ինչպես նաեւ ազատությունն է, այսօր լուրջ մրցակցային տաշտ ենք ստեղծել նաեւ մեր ներկայությամբ, նաեւ ունենք բազմաթիվ այլ ծրագրեր։ Իրոք որ մեր կոորդինացիոն նպաստում է ժողովրդավարության եւ ես կարող եմ ասել, որ Civitas-ը այսօր տարածաշրջանային առումով նույնիսկ կարևորագույն եւ ամենամեծ հիմնադրամներից մեկն է։ Շուտով մենք գրասենյակներ կունենանք արդեն մեր հարևան երկրներում վրա։ Թբիլիսիում կունենանք, Ստամբուլում կունենանք, Բրյուսելում կարող է մինչև տարվա կենտրոնակայանը Երևան է, Հայաստանյան կառույց է սա։ Եվ ասեմ, չկա թրսից մի այցելու, որ հետաքրքրություն ունի Հայաստանի նկատմամբ, լինի դա պաշտոնական, ոչ պաշտոնական ակադեմիկ շրջանակներից թե այլ, չայցելի Civitas, չկա մեզ հետ չխորհրդակցի, մեզանից չփորձի այս տարի մասին ինֆորմացիա վերցնել եւ մեծ տպավորություններ են դուրս գալիս։ Սա Civitas-ը այն կառույցներից է, որ նպաստում է, որ մենք վերջո միջազգային գազམ་ագերբությունները, որոնք գնահատականներ են տալիս ժողովրդավարական գործընթացների, մամուլի ազատության եւ տարեկան ինչ որ զեկույցներ են հրապարակում, Civitas-ի արգայությունը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ նման ՀԳ-ների նպաստում է, որ մենք դրական գնահատականներ ստանանք այնտեղ, կամ առնվազն փաթսականը նվազեցնել։ Օրինակ ես հաճախ ասել եմ, Civitas-ի արգայությունը նպաստում է, որ այսօր մենք չենք դասվում ավտորիտար գերությունների կարգի մեջ, այլ գիսա ավտորիտար։ Եթե Civitas-ի նման գազམ-ագերբություններ չունեն, հավատացեք, որ մենք որովին այլ կատեգորիայում գտնենք։ Բայց ճշմարտությունը գիտես այն է, որ իշխանությունները մեզ մի քիչ այլ աչքով են նայում։ Այսօր մենք թոտալ հալածանք։ Հիմա ես ուզում եի դառնալ հենց այդ իմաստով, որ իրավապահ մարմինները փաստորեն հետաքննություն են սկսել եւ առ այսօր շարունակում է այդ հետաքննություն եւ կարծեք թե ձեզ մեղադրում են, որ դուք հարկ չեք խուսափել եք հարկերից եւ այդ Հանցմանի հայտնի ամերիկացի միլիոնատեր Հանցմանի նվիրատվությունից փաստորեն դուք մուծումներ չեք արել կամ չէ, այստեղ խնդիրը հարգային հարկության մեջ չէ, այլ իհարկե հարգայինն էլ ամենայն մեղադրում են փողերի լվացման փողերի լվացում կամ ինչ որ յուրացում իմ կողմից, որը անհիմն է, ես բազմից խոսել եմ իմիջ, չեմ ուզում խորանալ դրա մեջ։ Այստեղ երկու գործընթաց կար, մեկը անցամբ իմ նկատմամբ, որը քաղաքական հետապնդում ես համարում, մյուսն էլ Civitas-ի նկատմամբ, որը նույնպես քաղաքական հետապնդում է, երևի ինչ որ մեկին դուր չի գալիս այնից Civitas-ը անում է։ Բայց ես ասացի, Civitas-ը միայն ու միայն մեր բդականության գայացման նպաստող կազմակերպություն է եւ միայն ու միայն իսկապես մեր կոորդինացիոնը դրական է։ Այնպես որ այստեղ երկու գարտիկ չի կարող լինել, բայց ճշմարտաբար մեր իշխանությունները մի քիչ տարբեր աչքով են նայում եւ դա ինձ իսկապես զարմացնում է։ Ինձ համար անհասկանալի է այն ինչ Civitas-ի նկատմամբ արվում է։ Նայեք, հարգայինը մի տարի է արդեն ստուգումներ է անցկացնում
3 անգամ մի ամսով օրենքով նախադեсված արգախելուց հետո 2 անգամ եւս են երկարացկել, որը օրենքով չի նախադեсում, օրենքը խախտել արել են, իսկ նոր մի հատ նոր հայց են ստացել, որ ամեն ինչ չեղյալ են համարում, եւ նորից 0-ից են սկսում։ Ասիկ նորից մի տարի կարող են գալ եւ անընդհատ մեզ նեղացնել, թղթեր ուզել, ինչ որ մեր փաստաթղթերի մեջ մտնել։ Նույնը ԱԱԾ-ն է անում։ ԱԱԾ-ն ընդամենը մի ծրագիր էր ինչ որ բանանում, խորացել ստուգում, հիմա արդեն հայցով մտել են, ասում են Civitas-ի բոլոր ծրագրերը պետք է նայենք։ Սա իսկապես խանգարում է մեր աշխատանքին, սա ճնշում դնելու ցև է եւ գիտեք ինչ զարմացնում է հետեւյալը հրար։ Երբ որ ամբողջ երկիրը, այս կառավարության կոորդինացիոնը, սա ես չեմ ասում, սա ասում են նախագահի վերահսկողականը, ասում են պատգամավորները, ասում են հանրապետական կուսակցության անդամները, ասում է հանրապետության նախագահը, ամեն այս ոլորտներով թաղված են գաշարագերության մեջ, ատքատների մեջ, այսօր այդ բոլորը թողած, Civitas-ը, որ մասնավոր հիմնադրամ է, որ միայն Հայաստան փող է բերում, ոչ թե բյուջեից է սնվում, ահավասիկ այստեղ է, որ գալիս եւ փորձում են ինչ-որ իրենց խնդիրները լուծել։ Մեզ կարող է քեզ սա զարմացնի, կոնկրետ մեղադրանք արդեն ուզում են առաջադրել Civitas-ի մասով, որ Civitas-ը իր ծրագրերից ատկատներ է վերցրել։ Civitas-ը իր ծրագրից ատկատ է վերցնել, Civitas-ը ուր, ատկատը ուր, հասկանում ես, մեր նպատակները որտեղ են, մեր մտքում ինչ կա, դուք ինչի հետևից եք ընկել, մի կառավարություն, մի իշխանություն, որ իսկապես այսօր թաղված է այդ բոլորի մեջ, այդ բոլորը թողած մոռացության տալով, եկել է այսօր Civitas-ի հետևից եւ մեզ իսկապես տոտալ terror-ի են ենթարկել եւ չեն թողում իսկապես աշխատել։ Ես կարող եմ ասել ճշտոնապես հայտարարել, որ Civitas-ի աշխատանքներին էապես խանգարում են եւ հարգայինի աշխատանքը եւ նաեւ ազգային անվտանգության ծառայության։ Այնպես որ ես հույս ունեմ, գոչ եմ անում, ինչպես շատ հաճախ գոչեր են ընչում մեր իշխանություններից, տարբեր քաղաքական գործիչներից, ես որպես քաղաքական գործիչ իշխանության եմ գոչ անում, խնդրում եմ, ահաչում եմ, վերջ տվեք։ Այս բոլորից ոչ մի բան Դուք հավաստիացնում եք, որ որևէ խախտում չկա։ Ամենաթափանցիկ կազմակերպությունն է, մեր հաշվապահությունը մենք չենք անում։ Ամեն տարի ամենահեղինակար, ամեն տարի օդիթինգ է լինում, հաշվապահություն է, խորհուրդ ունենք, դոներները իրենց ծրագրերին են հետևում։ Իհարկե թերացումներ, թերություններ կարող են լինել։ Կարող է ինչ-որ մի ծրագիր են արել, որ կարելի է ավելի լավ անել, մի քիչ ինչ-որ կառավարման խնդիր են ունեցել, բայց որ նպատակային ինչ-որ խնդիր ենք դրել, որ փող շորթենք, ինչ-որ մարդիկ իրենց քրբանը լցնեն, գիտեք, ուրիշ կոորդինացիայով մենք կսպասենք, պետք ունենք հիմնադրամ ստեղծելու, դա անելու համար։ Այնպես որ ես իսկապես կոչ եմ անում իշխանություններին, որ Civitas-ին հանգիստ թողել, մեր աշխատանքը միայն ու միայն նպաստում է եւ պետականության կայացմանը, մեր երկիրը թրսում դրական ներկայացնելու եւ միայն դրանից կարելի է օգուտ ունենալ։ Պարոն Օսկան, եթե գաղտնիք չէ, ինչ միջոցներ են, ասենք, բացի այն մասնավոր անձերից, որ կա նաեւ դեսպանատներ են կարծեք թե ինչ-որ միջոցներ հատկացնում, բայց դա ինչպես է լինում։ Բոլորը մեզ շատ են վստահում։ Ես ասեմ, իմ նախարարության շրջանից էլ ես սա իմ փորձից եմ ասում։ Փող ստանալու համար երկու բան է պետք, ուրիշ բան պետք չի։ Մեկը ծրագիր, որին փող դվողը հավատում է, տեսնում է, որ սա իսկապես լավ բան է։ Երկրորդ վստահություն այն մարդուն, այն գազագիտության, որ փողը տալիս են։ Այս երկուսը եթե լինում է, աշխարհում շատ փող կա։ Մենք փողի խնդիր չունենք գրել։ Ես կարող եմ դեռ 10 անգամ ավելի փող բերել, որովհետև եւ ստեղծագործական միտք ունենք, լավ ծրագրեր ունենք եւ նաեւ 100% վստահություն կա։ Ցանկացած այսօր դրսի գազագիտություն Հայաստանում ուզում է ծրագիր անել, առաջինը իրենք են գալիս մեզ գտնում։ Ոչ թե մենք ենք գտնում իրենք են մեզ գտնում։ Ուզում են ծրագիր անեն հենց Civitas-ի հետ, որտեղ վստահում են։ Եվ ես ասացի, այդ երկու կորձոնները ամենակարևորն են։ Երկու կորձոն, որ այսօր մեր իշխանությունների եւ մեր պետության մոտ բացակայում է երայր։ Դրա համար էլ չենք կարողանում դրսից ներդրումներ բերել, բարտկեր ենք վերցնում, այս ժողովրդին վզին բարտկ ենք փաթաթում, երբ հնարավոր է իսկապես այդ բարտկի փոխարեն եւ նվիրատություն բերել եւ գրանտներ բերել, գնացել ենք բարտկ ենք վերցնում, որտեղ ոչ ոք մեզ չի վստահում, որովհետեւ վստահության դեֆիցիտ կա եւ նաեւ կոնկրետ ծրագրեր չունենք երկրի զարգացման համար։ Եվ փոխանակ կան մեզ ներգրավեն, որ նպաստենք նաև դրսից ներդրումներ բերել։ Դուք պատրաստ եք համագործակցել այս իշխանությունների հետ։ Մենք բոլորի հետ, ես ինքս անձամբ մի խնդիր ունեմ։
մի խնդիր ունեմ, նպաստել երկրի զարգացմանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանը, սպիրկի ներգրավմանը, դրսից ներդրումներ բերել, բայց 5 տարի է արհամարված ենք ինձ եւ իմ նման բազմաթիվ մարդիկ ինչու մի պատճառով, որ համախոհ չենք իշխանության հետ։ Այսօր իշխանության ամենամեծ խնդիրը, որ բացարձակ հանդուրժողականություն չկա այլախոհության նկատմամբ։ Բայց նախագահը ասում է քննադատ եք ամենա անվտանգ գործն է նախագահին քննադատելը։ Ինքն է ասում։ Իմ մաշկի վրա եմ ես ասում։ Խնդրեմ, ցիվիլիտասիա օրինակը ծեր աչքի առաջ։ Ես իմ մաշկի վրա եմ դա հասկացել։ Ինձ եթե մի հոգի կարա ասի, որ ես նախագահին կամ կառավարության որևէ անդամին անցամբ ինչ որ վիրավորանք եմ բան հնչեցրել, ես ներողություն խնդրեմ եւ ընդհանրապես ամեն ինչ ծրագրվում։ Իմ քննադատությունը եղել է քաղաքականությունը եւ ես փորձել եմ իմ քննադատությամբ ինչ որ բան փոխել, առաջարկություններ անելով նաեւ նպաստել հետագա զարգացումներին, բայց դա իշխանությունների կողմից իսկապես ծվիններով է ընդունվել։ Սա պատասական երևույթ է։ Հիմա պարոն Օսկանյան, երբ դուք ավարտում եք ձեր պաշտոնավարումը, մարդիկ մտածում են, թե ինչ է անելու Վարդան Օսկանյանը։ Ակնհայտ էր իհարկե, որ դուք մեծ քաղաքականության մեջ մնալու եք։ Սակայն շատ դժվար էր այն ժամանակ կանխատեսել, թե հատկապես որ քաղաքական ուժին եք միանալու։ Հիմա դուք արդեն ձեր ընտրությունը կատարել եք։ Ինչու ընտրեցիք Բարգավաճ Հայաստանը, այլ ոչ թե ասենք Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը կամ Ժառանգությունը, կամ էլ հենց թեկուզ Հանրապետական կուսակցությունը, որ ձեր քաղաքական հնարավորներ շուրջ ավելի քան 10 տարի։ Ինչ է։ Ինչպես իմ ցանկացած գործունեություն նախկինում այսօր աբակային էլ այդպես կլինի, ունի շատ հստակ նպատակ։ Երբ ես որոշեցի արդեն մեծ քաղաքականություն վերադառնալ, ես մի շատ հստակ նպատակ ունեի փոխել քաղաքական դաշտը, առողջացնել, հագագշիրներ ստեղծել։ Եթե հիշում եք, ես Բարգավաճ Հայաստան կուսակցություն մտա խորհրդականությունների նախաշեմին, որտեղ հնարավորություն տեսա Բարգավաճ Հայաստան կուսակցության միջոցով հասնել այդ հագագշիրներին։ Այսօր ամենամեծ չարիքը Հայաստանում դա քաղաքական մենաշնորհն է։ Այսօր մենք այս վիճակում չէինք լինի, ես քեզ 100% եմ ասում, եթե քաղաքական մենաշնորհ չլիներ։ Նախագահը, վարչապետը, ազգային ժողովը, քաղաքապետը, ամեն փոքր մեծ պաշտոն դպրոցների տնօրեններից այսօր մի մարդ է որոշում, մի գուսակցություն է որոշում, դա քաղաքական մենաշնորհ է։ Քաղաքական մենաշնորհից ոչ մի դրական բան չի կարող ստանալ։ Պարոն Օսկանյան, ընդհատեմ, դա նույն բանը շարունակում է, չէ՞, այսինքն ձեր վարչակազմի օրոքել է այդպես եղել։ Մի քիչ ավելի լավ է եղել, հիմա ավելի լավ է եղել, չեմ կարծում։ Չէ, նախկինում եղել է այլ գուսակցությունից ղեկավար դիրքեր ունեն։ Իհարկե դուք ավելի լավ գիտեք, այնտեղ դուք եք աշխատել, Բարեն Դեմիրճյանը եղել է ազգային ժողովի նախագահ, Արմեն Խաչատրյանը եղել է, Արթուր Բաղդասարյանը եղել է։ Բայց նրանք չկան, դե արդեն վաղուց չկային, չէ՞, ես խոսքս Կարեն Դեմիրճյանի հետ սակայն ասում ինչ որ շատ ավելի փառվոք է եղել, բայց այսօր գնալով այդ մենաշնորհը ավելի ամրագրվում է։ Ահա բասիկ մենք ունենք քաղաքի ընտրություն։ Ես իմ գարտիկ թե հանգարց հանրապետականը քաղաքապետի պաշտոնը գործնի, ես իմ էլի այս երկիր կգործանվի կամ քարտեզի վրայից կվերանա։ Ընդհանրապես դա միայն ու միայն դրական ու բարիք կլինի այս երկրի համար, եթե քաղաքապետը մի այլ գուսակցությունից լինի, վարչապետը թող լինի մի այլ գուսակցությունից, հագագշիրների արգայությունը այս քաղաքական դաշտում այսօր անհրաժեշտ է։ Պարոն Օսկանյան, կներեք, ընդհատեմ, եթե կարելի է։ Այն ժամանակ նախագահը այն ժամանակ գուցե ինքն էլ այդպես հստակ հայտնի չէր, թե որ կուսակցության անդամ է ինքը, եւ դրա համար իր համար այդքան էլ նշանակություն չուներ, թե վարչապետը որ կուսակցությունից է, խորհրդարանի նախագահը որ կուսակցություն, ինքը ավելի շատ անկուսակցական այսպես նախագահ էր, թեև հանրապետականն էր այնուհանդերձ իր հենարանը, բայց նաեւ դաշնակցությունն էր։ Եվ նաև Բարգավաճ Հայաստանը։ Դրանք անցյալը մի կողմ դնենք։ Այո, իհարկե կարող։ Արի անցյալը մի կողմ դնենք։ Այսօր իրու հարց տվիր ես պատասխանում եմ։ Ես Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտա հիմնականում մի կարևոր նպատակ ունենալով ուժեղացնել այդ կուսակցությունը ավելի, որովհետև արդեն ուներ լուրջ պոտենցիալ, ժողովրդի մոտ հեղինակություն ուներ կառույցներ։ Եմ մտածեցի, որ եթե իմ մտնելով եւ իմ այլ մի քանի այլ քաղաքական, այսպես մտածողությունով ընկերներով մենք կարողանանք առավել ուժեղացնել գուսակցությունը, որ խորհրդարան ընտրություններում այնպիսի արդյունքի հասնենք, որ հանրապետական գուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն չունենա, դա էական դրական դեղաշարժ կլիներ մեր քաղաքական համագարկում եւ մենք կարող ենք ասել, որ իսկապես դրել ենք հիմքերը արդեն ժողովրդավարական գործընթացների Հայաստանում։ Բայց դա դեպի չունեցավ ճշմարտապարտ։ Այնպես որ
հիմնական Տեղի պատճառներից չունեցավ ԲՀԿ-ն ստացավ մեծամասն, բայց ԲՀԿ-ն ուժեղացավ, ինչպես չէ, ԲՀԿ-ն այո, ավելի ձայներ հավաքեց, հիմա ես չեմ ասում իմ պատճառը ուժեղացավ, բայց ես իմ մտնելն եմ բացատրում այնտեղ։ Այո։ Եվ ես դրա մեջ իսկապես հնարավորություն դեսա։ Առավել եւս որ ԲՀԳ-ի քաղաքապարախոսության հետ ես խնդիր չունեի իսկապես։ Լիբերալ գուսակցությունը կենտրոնամետ այնպես որ զուտ քաղաքապարական առումով էլ խնդիր չկա։ Կարող էր զուտ կազմակերպչական ինչ որ իմ մոտ տարագործություններ լինել, բայց ես կարելի է հենց այդ կազմակերպչական մտնում ես մի գուսակցություն, այնտեղ խնդիրներ ես դնում, փորձում ես ներսից նաև ինչ որ փոփոխություններ անել, այնպես որ դա շարունակական գործընթաց է դեռ, եւ ես վստահ եմ, որ նաև Վարքայ Հայաստան գուսակցության ներսում ամենայն թևս որոշ փոփոխություններ կլինեն, որ գուսակցությունը կդառնա շատ ավելի արդյունավետ եւ գործունեություն։ Այ հենց այդ հարցին է ուզում անդրադառնալ։ Հիմա մենք գիտենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության լիդերը դա Գագիկ Ծառուկյանն է, մեծահարուստ հայ, որը այսօր ազդեցիկ քաղաքական գործիչ է, նաև տնտեսության մեջ մեծ դերակատարություն ունի, սակայն գիտենք նաև, որ Բարգավաճ Հայաստանում այսպես առանց պարոն Ծառուկյանի հնարավոր չէ, ուրեմն առանց նրա որոշման հնարավոր չէ որևէ բան, առանց իր իմացության որևէ անդամ այդ կուսակցության չի կարող, ասենք թե ինքնուրույն որոշում ընդունել։ Ես չեմ ասում շատ այսպես առանցքային որոշումներ, այլ պարզապես ելույթ ունենալու կամ ինչ-որ հարցի շուրջ մեկնաբանելու, ես չգիտեմ, գուցե ճիշտ չեմ ասում։ Հիմա դուք ձեր հայացքներով ազատական եք, ես դա հայտնի է բոլորին, շատ ավելի ազատամիտ եք, շատ ավելի սիրում եք ազատ մթնոլորտ, ինչպես ձեր Civitas-ն է, չէ՞։ Հիմա դուք Civitas-ն եք հիմնադրել եւ ակնհայտ է տարբերությունը Civitas-ի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության։ Հիմա ինչպես եք դուք այնտեղ աշխատում։ Այս ուզում եմ իմանալ, փորձում եք բարեփոխել կուսակցությունը, ինչպես եք անում։ Արի ես իմ վրա շատ բան չվերցնեմ էլի, որովհետեւ ես հատ հեշտ է ասել, որ ես մոդել եմ, ուզում եմ բարեփոխել եւ այլն։ Նայեք, կուսակցությունը ինքը իր ներքին դիսցիպլինան ունի, որոշ հարցերում կարող է ես հանկիստ չզգամ, բայց եթե որոշել եմ մտնել գուսակցություն, ուրեմն այդ դիսցիպլինային ինչ որտեղ պետք է ենթարկվեմ, բայց գուսակցությունն էլ ապրող օրգանիզմ է, գուսակցությունն էլ փոփոխությունների է ենթարկվում եւ նաեւ իրադարձությունները բարդացնում են նաեւ գուսակցության ներսում փոփոխություններ, օրինակ նախագահական ընտրությունները դրա նախաշեմին դեղի ունեցող զարգացումները, մեր որոշումը տեխնատու չունենալ, դրանից հետո ստեղծված իրավիճակը, այս բոլորը բարդացնում է գուսակցության արդեն վերանայել իր արածը չարածը, արդեն նայել թե ինքը ինչպես կարող է հարմարվել ստեղծված նոր իրավիճակին, գնահատական տալ որ արդյոք ճիշտ էր որոշումը չմասնակցելու։ Այո, իսկապես ինչու չմասնակցեցիք։ Ես եթե պետք է այդ հարցին էլ պատասխանեմ արար, բայց այսօր գուսակցության ներսում շատ լուրջ գնահատում է տեղի ունենում եւ քննարկումներ են գնում արդեն գուսակցությունը ինչ որտեղ նաեւ ապակենտրոնացնել, շատ ավելի մոբիլ որոշումների կայացման խումբ ստեղծել, որը կկարողանա իսկապես արագ որոշումներ կայացնել եւ ուղղորդել ընդհանրապես գուսակցությունը։ Ճիշտ է, Գագիկ Ծառուկյանը հիմնադիրն է, իր տեղն ու դերը ունի, այդպես էլ կլինի, բոլոր գուսակցություններն էլ այդպես են։ Երևի թե չկա մի գուսակցություն վերջ-վերջո ամենակարևոր քրիտիկական հարցերի շուրջ առանց իր ղեկավարի համաձայնության ինչ որ որոշում կայացնի, չկա այդպիսի գուսակցություն նույնիսկ ժողովրդավարական երկրներում։ Այո, բայց նայած թե փորձում եք կարծիք իմանալ, ասում եք պարոն Ծառուկյանը արտասահմանում է, ձեր մասին չի խոսում, բայց արդեն գիտեք դա շատ ավելի նվազ է եւ ավելի նվազ կլինի։ Մեր վերջի քաղխորհրդի նիստում արդեն որոշում կայացվեց քաղխորհուրդը փոքրացնել կամ մեծ քաղխորհրդի կողքին նաև փոքր քաղխորհուրդ ստեղծել, որը շատ ավելի գործունյա կլինի, շատ ավելի մոբիլ կլինի, շատ ավելի արագ կարողանա որոշումներ կայացնել։ Առավել եւս մի այլ խնդիր դրվել է նաև գուսակցության ներսում, որ արդեն շատ ավելի հստակ ներկայացնել գուսակցության կեցված դիրքորոշումները, քաղաքական մոտեցումները մեր ժողովրդի հուզող ամենակարևորագույն խնդիրների շուրջ։ Եվ դա ես կարծում եմ, որ նաև մոտ ապակային գարվի։ Այնպես որ գուսակցության ներսում նույնպես այսօր զարգացումներ կան, խմորումներ կան եւ ինչպես ասացի, ստեղծված իրավիճակը միշտ բարդացնում է նաեւ որ գուսակցությունը վերանայի իր գործընթացները, իր մոտեցումները
եւ կարողանա հարմարվել ստեղծված իրավիճակին, որովհետեւ կարողանա adekvat արձագանքել արդեն ժողովրդի պահանջներին։ Այնպես որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունում այսօր այդ գործընթացները դեղի ունենում։ Այ դուք պարոն Օսկանյան, Civitas-ում հետաքրքիր ծրագիր ունեք, այնտեղ ագրարային գյուղական վայրերին աջակցելու այսպիսի ծրագիր ունեիք, որ փաստորեն ասենք ավելի անապահով խավի հոգսերը հոգալու ծրագիր է, որը շատ մոտ է ձեզ։ Հիմա դուք Բարգավաճ Հայաստանում եք, որը ավելի շատ բիզնեսի, հարուստների, այսպես կուսակցություն է, սակայն դուք օրինակ պատկերացնում եք ինչպես կարող է, ասենք, Բարգավաճ Հայաստանը պայքարել, ենթադրենք, օլիգարխիայի, ես նկատի ունեմ քաղաքական եւ տնտեսական այդ շահերի սերտաճման դեմ։ Դուք կանեք դա Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կպայքարի այդ երևույթի դեմ։ Ես կարծում եմ, որ այո, կարողանանք խոսքս կոռուպցիոն այդ սերտաճման մասին է։ Իհարկե, դա ընդհանուր համապետական որպես խնդիր պետք է դրվի եւ ես համոզված եմ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այդ պայքարի մեջ անպայման մասնակցություն ունենա եւ այստեղ շատ մի հետաքրքրական երևույթ կարող է լինել, որ հենց կուսակցությունը եւ իր առաջնորդը օրինակով կարող են ծառայել։ Ես կարծում եմ, որ Զարուքյանը ամենայն թեպս մույս փողադերերի համար ամենայն թեպս լավ օրինակ է ծառայել։ Շվախտաբար նրանք չեն հետևել, բայց բարեգործական առումով ես կարծում եմ, որ ինքը շատ բան արել է։ Լավ կլինի, որ այդ օրինակը ենթադրենք ավելի լայն տարածում գտնի։ Իսկ կոնկրետ այլ ոլորտներում հենց ելնելով բարեգործության այդ օրինակի վրա կարելի է հենց ինքը նաև օրինակ ծառայի այլ խնդիրների լուծման առումով։ Այնպես որ այստեղ գալի է նաև այդ տեսանկյունից հարցնայել, բայց խնդիրը արդեն պետք է ձևակերպվի իշխանության կողմից, խնդիրը պետք է ձևակերպվի առավել ընդգրկուն ձևով, որպեսզի կարողանաս արդեն այդ խնդիրներին սկսել լուծումներ տալ։ Այսինքն բարեգործություն արվի ոչ թե նախընտրական կամ այսպես այդպիսի քաղաքական շրջափուլերի ընթացքում, այլ ընդհանրապես ամեն օր։ Այսինքն դա միշտ էլ շարունակական process է, այսինքն այդ հիմնադրամը վաղուց գոյություն ունի եւ անկախ ընտրական շրջան է թե չէ, ես կարծում եմ, որ Պարոն Օսկանյան, հիմա դուք հավաքանու ընտրություններում գլխավորում եք ԲՀԿ ցուցակը։ Հիմա եթե հաղթում է ԲՀԿ-ն, դուք քաղաքապետ եք նշանակում, ընտրվում։ Թե ինչպես է լինում։ Հրանայ, որոշված է, որ դուք եք քաղաքապետը, որտեվ կներեք մի այսպիսի մեջբերում անեմ նախագահի երեկվա առաջորդվա ասուլիսից, որտեղ նա փաստորեն ասում է, որ մենք ներկայացնում ենք ցուցակ եւ մենք ներկայացնում ենք նաեւ քաղաքապետի տեխնացու, դա Տարոն Մարկը։ Եվ բոլորը գիտեն, որ մենք ահա սա է մեր քաղաքապետը, այն դեպքում երբ մյուս կուսակցությունները չեն ասում, թե ով է լինելու հաղթանակի դեպքում իրենց քաղաքապետը։ Խնդիր չէ, ես կարծում եմ, որ ժամանակին դա գասվի, բայց կոնկրետ իմ հետ կապված ես հետևյալ կերպ պատասխանեմ այդ հարցին։ Ես խնդիր չունեմ քաղաքապետ լինելու, բայց սա ես չեմ անում քաղաքապետ լինելու համար։ Ես համարում եմ այս պայքարը քաղաքական պայքար, նայեք, հանրապետականները փորձում են սա իջացնեն ինքնակառավարման բյուրոկրատական հարթություն, այդպես չէ։ Սա ամենակաղաքական ընտրություններից մեկն է Հայաստանում, ցանկացած երկրում։ Ցանկացած ընտրություն քաղաքական է եղել։ Դրանից չես կարող խուսափել։ Իսկ Երևան քաղաքի ընտրությունները առավել եւս քաղաքական են, որովհետեւ Երևանը ինքը քաղաք-պետություն է։ Այսօր մեր բնակչության գեցից ավել Հայաստանում, Երևանում է ապրում։ Երևանը տալիս է մեր հնայի 50%-ից ավել։ Գրթության մշակույթի կենտրոնն է հանրապետության։ Այսօր բնականաբար սա քաղաքական ընտրություն է։ Նայ անկախ սահմանադրությունից պատկերացրեք, որ եթե Երևանի քաղաքապետը լինի մի այլ գուսակցությունից, ոչ իշխանական գուսակցությունից, քաղաքապետը կդառնա Հայաստանի Հանրապետության երկրորդ ամենակարևորագույն անձը, անկախ թե սահմանադրությունը ինչ է ասում։ Իր լծակները հաշվի առնելով, քաղաքապետի լիազորությունները հաշվի առնելով, դրանք ես առաջի անգամ ծանոթանում, որովհետև արդեն խորանում եմ այս հարցի մեջ։ Եթե տեսնեք քաղաքապետի լիազորությունը, քաղաքապետը իսկապես նախագահ է հանրապետության մեջ, իսկ Երևանը պետություն է պետության մեջ։ Այնպես որ սա շատ լուրջ քաղաքական process է եւ ես այդ տեսանկյունից եմ նայում։ Առավել եւս կոնկրետ այս, որ զուգադիպել է ժամանակը նախկական ընտրություններից հետո է, առավել եւս քաղաքական է, հաշվի առնելով այնինչ կատարվեց նախկական ընտրություններին, այնինչ կատարվում է այսօր փողոցում, թերևս այդ նախկական ընտրությունների ուրեմն հետընտրական շրջանը իր հանգուցալուծման չի հասել, նախկային ինոգուրացիան կլինի ամսի 9-ին, ընդրարշավը կսկսի ամսի 7-ին,
ու ես բոլորից հետո ասել, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները քաղաքական չի, ես կարծում եմ, որ դա արդեն այսինքն Բարգավաճը միանշանակ այսպես ամենայն լրջությամբ մենք համարում ենք, որ սա մեր ծրագրի քաղաքական միանշանակ գնալ հաղթել։ Մենք նաև շատ լուրջ խորհրդակցությունների մեջ ենք նույնիսկ ոչ իշխանական ուժերի հետ։ Ասեմ, սա նաև քաղաքական է։ Ինչպես? Որ ուժի։ Բոլորի հետ, եւ ՀԱԳ-ի հետ, եւ Ժառանգության հետ, եւ Դաշնակցության հետ։ Եվ ես կարծում եմ, որ իսկապես առանձին ցուցակով են։ Հա, խնդիր չի, ես կարծում եմ դա ավելի լավ է երայր, որովհետեւ այն մեկը իր էլեկտորատ ունի, այն մեկը ուզում է իր քաղաքապետը տեսնի, բայց ընթացքում, եթե ժողովուրդը իսկապես կա, որ այս 4-ը կարողանան նաև հետակային կոալիցիա կազմել եւ վերցնել իսկապես քաղաքային իշխանությունը, ես կարծում եմ, որ դա մեր 4-ի համար շատ լավ կլինի։ Եվ իրոք սա անհրաժեշտ է պետության, քաղաքի, քաղաքացու համար հրայր։ Մի բան պատկերացրեք, որ իսկապես գիտեք, Երևանի քաղաքապետը մի այլ գուսակցությունից է։ Սա արդեն իր լծակները օգտագործելով լուրջ մրցակցություն կլինի քաղաքական դաշտում։ Բայց մենք մի դեպք այդպեսին ունենք, չէ՞, Գյումրիում օրինակ քաղաքապետը ձեր կուսակցության անդամ է։ Հա, խնդիր չի, այսինքն նայենք դա նոր է եղել, ես կարծում եմ, որ հնարավոր է դա, բայց Երևանը փորորովին այլ է հրայր, որովհետև Երևանի բարակային քաղաքական ընտրությունը նաև սա, որովհետև միայն քաղաքական գուսակցություններով կարող ես մասնակցել։ Այստեղ չկա անկախ մասնակցություն կամ անհատ չկա մասնակցել։ Սա գուսակցությունը ինքը քաղաքական պատասխանատվություն է վերցնում։ Սա այնպես որ սա քաղաքական ընտրություններ են, բայց զուտ կենցաղային ժողովրդի առօրյային վերաբերող հետևանքներով։ Նայեք, այդ բոլորի վրա գումարում է նաև այն, որ այսօր Երևանի վիճակը փառվող չի։ Նայեք, տուրիստների համար լավ քաղաք է Երևանը, բայց իր բնակիչների համար դերևս բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի իր այլ։ Եվ աղբահանությունից սկսած մինչև ջրամատակարարումն է, տրանսպորտն է, ասում եմ, գրթական խնդիրն է, առողջապահությունն է, գանաչ կոդիներն են, արտաքին ներդրումներն են, բազմաթիվ խնդիրներ կա, որոնք դեռևս լուծումներ չեն ստացել։ Եվ ես համոզված եմ, որ այլընտրանքային այնտեղ եթե ուրեմն կառավարում լինի, մրցակցության մեջ լինելով կառավարության հետ, կարծում եմ, որ շատ ավելի արդյունավետ հնարավոր է աշխատել։ Պատկերացրեք, Երևանի բյուջեի մոտ 40%-ը, եթե չեմ սխալվում, սուբսիդավորվում է կառավարության կողմից։ Կառավարությունը փողը տալիս է այս պահին Տարոնին, որ իր գուսակցության անդամն է, այնտեղ խնդիր չկա, եթե չարաշահումներ կան, աչք են փակում, մրցակցություն չկա, որոշումը կայացվում է մի կենտրոնից, գուսակցությունից, այնպես որ վերահսկողություն չկա։ Պատկերացրեք, երբ կառավարությունը տալիս է փողը Պարքավաճի տեխնադուին կամ Ժառանգության տեխնադուին, պատկերացրեք, թե կառավարության ինչպիսի հսկողություն կլինի։ Իսկ կոնկրետ այդ կուսակցության տեխնադուի կողմից ինչպիսի ջանք կտրվի, որպեսզի ինքը մաքսիմում դրական արդյունք ստանա այդ փողից, որպեսզի կարողանա արդարացնել իր այնտեղ լինելը, որը իրենց համար նաև թրամպլին կլինի հետագայում համապետական ընտրությունների ժամանակ դրական արդյունք ունենալու։ Սրանից միայն ու միայն գշահի, ասում եմ, երկիրը գշահի, քաղաքը գշահի, քաղաքացին գշահի, եւ սա լուրջ ընտրություն է։ Դա քաղաքական ընտրություն է եւ մեր հասարակության գոչ եմ անում իսկապես այդպիսին վերաբերվի այս ընտրություններին եւ իրենց կենցաղը գլավանա, իրենց առօրյա խնդիրները գլուծվեն։ Քաղաքական հարթության վրա մենք կարողանանք հակագշիներ ստեղծել եւ առավել եւս ոչ իշխանական ուժերին հնարավորություն կտա այս համագործակցությամբ նաև առավել մեծ խնդիրներին իրենց համագործակցությունը շարունակել խորհրդարանում, որովհետեւ կարողանանք արդեն համապետական հարցերում հասնել դրական տեղաշարժերի։ Նայ այսօր խորհրդարանում բավական լուրջ օրակարգ է առաջարկվել փոխել ուրեմն ընտրական օրենսգիրքը, վերացնել մեծամասնական ընտրությունների համագարկը, խոսք է գնում վաղաժամ ընտրությունների մասին, խոսք է գնում սահմանադրական բարեփոխումների մասին։ Այդ բոլորի արմատները ագունքը սկիզբը դրա արդյունավետ ավարտի համար գնում է քաղաքային ընտրությունները։ Եթե մենք կարողացանք քաղաքային ընտրություններով իսկապես իրավիճակ փոխել Երևանում, ես կարծում եմ, որ մենք կարողանանք հակագշիրների միջոցով շատ ավելի արդյունավետ աշխատել ազգային ժողովում եւ հասնել իսկապես դրական արդյունքներ, որի հետևանքները շատ արագ ժողովուրդը կզգա իր քրբանի վրա, իր մաշկի վրա եւ իր իսկական առօրյա կյանքում։ Շատ լավ, պարոն Օսկար, հիմա ներկայիս իրավիճակի մասին ինչ եք կարծում, նախ ինչ է կատարում հիմա Ազատություն հրապարակում, տեսնում ենք, որ մարդիկ գալիս են հանրահավաքի եւ Ռաֆի Հովհաննիսյանը հացադուլի է նստել արդեն որերորդ օրն է, արդեն 10-րդ օրն է։ Եվ ինչ եք կարծում, արդյոք նա պետք է շարունակի հացադուլը, թե պարզապես գնա երկխոսության հիմա իշխանությունների հետ, գործող նախագահի հետ եւ փորձի ստանալ փողզիջումներ,
Որն է ճանապարհը, ինչ է կարծում, այս փակուղային մի տեսակ ես բարոյական իրավունք չեմ բա իսկապես խորհուրդներ տալ այս բային որևէ մեկին, առավել ես Ռաֆի Հովհաննիսյանին։ Ռաֆի Հովհաննիսյանը այդ որոշումը ինքը պետք է կայացնի, որովհետև ինքն է ստացել ժողովրդի քվեն։ 540,000 քվե ունի, պաշտոնական տվյալներն եմ ասում, հավանաբար ավելի է, 40,000 այսպես անվավեր բան է եղել, քվեաթերթիկ է եղել, այսինքն 600,000 մարդ իսկապես իր փողոքն է արտահայտել գործող իշխանությունների նկատմամբ փոփոխություն է ուզել եւ անձի, եւ մոդեցումների, եւ քաղաքականության, եւ այդ փոփոխության գրողը այս պահի դրությամբ զուտ նախկական ընդունների որպես հետարդյունք Ռաֆի Հովհաննիսյանն է եւ ինքը իսկապես այդ բարոյական իրավունքը ունի եւ ինքը պետք է որոշի թե ինչ է անելու այդ քվեներով եւ ինչպիսի արդյունքի է ուզում հասնել։ Ես որպես հայաստանյան քաղաքացի իսկապես կուզենայի ինչ որ ժողովրդի կամքի դրսևորում ինչ որ մի տեղ լինի։ Դա ինչպես կլինի, ես դժվարանում եմ ասել։ Ինչ հանգուցալություն կլինի, ես դժվարանում եմ ասել։ Այնպես որ պետք է թողել, ես ինքս անձամբ ասեմ, գուսակցության դիրքորոշումը չի, ես գնացել եմ Ռաֆի Հովհաննիսյանին, իմ աջակցությունն եմ հայտնել, ես գտնում եմ, որ այն ինչ որ ինքը անում է լրիվ իր այսպես արդարացված է իր լիազորությունների մեջ է եւ որևէ կերպ ես անձամբ չէի ուզենա ոչ խանգարել, ոչ խոչընդոտել, որպես Ռաֆի Հովհաննիսյանը իր պատկերացրած ձևով այս բոլորը բերի ինչ որ հանգուցալուծման։ Պարոն Օսկանյան, նաեւ 2 օր առաջ նախագահ ասուլիս տվեց եւ այնտեղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես խոսեց Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, նաեւ դուք այդքան տարի ղեկավարել եք մեր արտգործնախարարությունը, այնտեղ Եվրազեսի եւ Մաքսայի միության եւ Եվրամիության փոխհարաբերությունների մասին խոսք գնաց, Ղարաբաղի մասին, ինչ կարող եք, եթե թե արտաքին քաղաքական հարցերի շուրջ եւ թե ընդհանրապես ներքաղաքական հարցերի շուրջ ձեր կարծիքը դուք ինչպես եք գնահատում։ Հա, ես պատասխանեմ ոչ միայն արտաքինի մասով, բոլորի հարցազրույցին ես անդրադառնամ։ Նայր, ես մի քիչ մտահոգ եմ նախկայաց հարցազրույցից, ասեմ ինչի, մի քանի առումներով։ Մեկը որ ես այն տպավորություն ունեմ, որ նախագահը ժողովրդի ուղերձը չի ընկալել կամ չի ուզեցել լսել։ Երկրորդ, որ նախագահը 3 տարբեր ուղղություններով իմ կարծիքով շատ սխալ այսպես նշացողներ դրեց եւ տնտեսական հարցերում եւ ներքաղաքական եւ ուրեմն արտաքին քաղաքականության ես ասեմ ինչի, բայց նախ սկսեմ ավելի մեծ պատկերից։ Ես անդրադարձա արդեն թե առնվազն 600,000 մարդ իսկապես իր փողոքն է արտահայտել, իսկապես հաշվի առնելով ուռճացված ցուցակները եւ մենք գիտենք որ ընդհանրապես ինչ է կատարվում, ես կարծում եմ որ դա շատ լուրջ թիվ է։ Չեմ ուզում քայթակղեմ ասեմ որ քվեարկողների կեսից ավել է, բայց ամենատես լուրջ թիվ է 600,000 մարդ փող եւ նախկահը պետք է ագանչալու լինի իսկապես այդ բոլորին եւ պետք է adekvat արձագանքի ժողովրդի այդ բանջին։ Ես հարցազրույցից դա չտեսա եւ սա կարծում եմ որ մտահոգության դեղիք է տալիս։ Եթե ուրիշ ոչինչ չլինի կոնե ես մտածում եի որ եթե այս նախկանությունների արդյունքում այսպիսի թվեր որ արձանագրվել են, եթե կոնե միանզուտ դրանից ելնելով նախագահը իսկապես շատ հստակ քայլեր անի իրավիճակ փոխելու եւ կադրային, եւ մոդեցումների, եւ քաղաքականության, եւ առհասարակ մթնոլորտի կոնե դա գշահենք։ Հիմա ես դա էլ չեմ տեսնում։ Իսկ եթե փողոցում ինչ որ հանգուցալուծում չլինի, փաստորեն ոչ մի օգուտ երկիրը այս բոլորից չի ունենալու եւ այս լճացումը հաջորդ 5 տարիներում շարունակվելու է։ Սա ես կարծում եմ շատ մտահոգիչ է։ Հիմա գամորդ կտակ էլ է, եթե ես ասեմ այդ 3 բաներ որ թվարկեցի, թե ինչի ես կարծում եմ նախքան սխալ նշածով է դրել։ Նայեք, տնտեսության մասով, չէ։ Նախքան ասեց ես բարոյական իրավունք չունեմ 7% տնտեսական աճ ապահովող կառավարությանը ինչ որ աշխատանքի չեմ ասում։ Օրինակ այդ նշածողը ես այդպես չէի դնի։ Ես հետեւյալ կերպ կդնեի։ Այն կառավարությունը, որ տարեկան կոնե աղքատությունը 10-15% չի կրճատում, պետք է հրաժարական տա։ Այն կառավարությունը, որ արտաքաղթը առնվազն ամեն 2 ամիս մեկ 10%-ով չի կարողանում կրճատել, պետք է հրաժարական տա։ Այն կառավարությունը, որ հարկ-հնարապերակցությունը առնվազն տարեկան 2-3% չի ավելացնում, պետք է հրաժարական տա։ Այն կառավարությունը, որ
արտաքին ներդրումներ չի ապահովում կամ դրանց աճը առնվազն 10% պետք է հրաժարական տա։ Մեր արտաքին ներդրումները 2007 թվականի նկատմամբ նվազել է 60%-ով։ Այսօր Հայաստան որևէ մեկը ներդրում չի անում։ Դրա պատճառը Հայաստանի աշխարհակրթությունը չի, դրա պատճառը գլիման չի, դրա պատճառը Թուրքիան չի, Ղարաբաղը չի, դրա պատճառը այսօր կառավարության անկորձությունն է։ Ահաբասիկ այսպես մենք գիտենք այդ 7%-ը ինչպես է։ Ես քեզ ասեմ ոնց է լինում, դա ամենաաբագոմնորոշող ցուցանիշն է հնան 7%։ Ասեմ, դեֆլատորը փոխելով բյուջեի 2012 թվականի բյուջեում դրվել էր դեֆլատորը, որը ինֆլյացիան է արտացոլում 4.6%, հիմա փոխել են, դա արել են -1.4, դրանով արդեն 1.2% աճ են ապահովել։ Կառավարությունը իրավունք ունի մի տարի առաջվա բյուջեն վերանայելու եւ արդեն ժողովուրդը մոռացել է նախորդ տարվան, ինքը կարա վերանայի։ Վերանայել են 2011-ը 50-40 միլիարդով նվազեցրել են, եւ արդեն հարաբերակցության մեջ որ դնում ես հայամադապար, բնականաբար դա 1% աճ է տալիս։ Հավասիկ 7%-ը այսպես է ապահովել, սա ցուցանիշ չի։ 7%-ի adekvat կամ համարժեք մույս մակրոտնտեսական ցուցանիշների մեջ դեղաշարժ չունենք, մենք ճիշտ հակառակն է։ Այնպես որ նախագահի ուղենիշը բայց անկում էլ չունենք, կայունացած ոչ, անկում ունենք, հրար, միայն հետ ունենք, աղքատությունը ավելանում է, ներդրումները նվազում են, կենսամագարտակը իջնում է, բարտկը ավելանում է, արտագաղթը մեծանում է։ Բայց դուք պատկերացնում եք 10-15%-ով կրճատել արտագաղթը շատ բարդ գործ է, պարոն։ Հրար, ես հիմա թիվ ասեցի, նախագահը թող ասի 2%, 1%, բայց ճիշտ թիրախները թող ընդրի։ 7% տնտեսական այս կառավարությունը հրար, երբ որ 14.5% տնտեսական անկում տվեց, երբ խոստացել էր ժողովրդին 9% աճ, եւ այդ խոստումը արել էին, երբ որ Միացյալ Նահանգներում Lehman եղբայրներու այդ հիմնարկը արդեն բանկրոտ էր գնացել, նույն օրն էր խոստացել, եւ ես թվականները հիշում եմ, բացօեն աշխարհից կտրված կառավարություն է սա։ 2009-ի վերջին պետք է հրաժարական տված լար։ Ոչ միայն մինչև այսօր կորձում է ու կարծես թե արդեն նպատակ կա, որ այս կառավարությունը շարունակի հաջորդ 5 տարում։ Խնդիրը սրա մեջ է։ Երբ որ ես ասում եմ կառավարությունը հրաժարական տա, դուք կաշխատեք այդ կառավարությունը։ Ես երկրի համար ցանկացած բանում կարամ իմ նպաստը բերեմ, առանց պաշտոնի։ Շատ բաներ կա, որ եթե ճիշտ կառավարության հիմա դա ուրիշ հարց է։ Ինչի չեմ աշխատի։ Իհարկե, եթե ես կարող եմ ինչ-որ նպաստ բերել, բայց ճիշտ համատեքստում այդ բոլորը պետք է լինի։ Ինքնանպատակ չի լինելու։ Այնպես որ 7%-ի վրա ինչ-որ սևեռվել։ Տնտեսագիտական կրթություն ունեք, չէ՞։ Այո։ Հիմա դա տնտեսական հարցով, ներքաղաքական մասով, հրաբարակի այդ թվերը որ նախկրել։ Ես դա նույնպես չեմ ընդունել։ Կապ չունի այստեղ 3000 մարդ կա, 30000, ես ասացի 600000 մարդ իր թշկողությունը, այսինքն ներքաղաքական մասով էլ նախագահ այդ ուղենիշը կամ գիտեք բանը նշածողը ճիշտ չի դնում։ Իսկ արտաքին քաղաքականության մասով շատ կներեք, ես սա չեմ կարող չասել։ Ես կարծում եմ, որ Ղարաբաղի ճանաչման հետ կապված նախագահի ցեվագերբումները դված դիվանագիտական ճիշտ չեն։ Ճիշտ չեն, ես դեմ եմ դրան։ Գիտեք, ճանաչման հետ կապված Հայաստանի Հանրապետության նախագահի բեռնից նույն նախատեսության մեջ բեք չէ հնչեն Ղարաբաղի ճանաչումը դա բան է, ավանտուրա է, կամ եթե մեկը առաջարկեց Ղարաբաղի ճանաչումը աշխատանքից կհեռացնե։ Գիտես, ցեվագերբումը նկատի ունի կառավարության կազմը։ Գապ չունի, ես հասկանում եմ, ինքը կառավարության անդամներին կարող են նախագահ այդպես ասել։ Ուզում ասել, եթե նախագահը չի ճանաչում, ուրիշը չի կարող ճանաչել։ Նախագահը պետք չէ այդպիսի միտք հնչեցնի իրար։ Ես կարծում եմ նախագահը դեպիալ պետք է ասի, որ Ղարաբաղի ճանաչումը մեր թիվանակիտության զինանոցում է, եղել է կմնա։ Նա ասաց, եթե Ադրբեջանը հարձակում գործի, մենք կճանաչենք Ղարաբաղը, նա ասաց դա։ Ես դա հիշում եմ, ասաց։ Դու ես ասում, ես հավատում եմ, միայն այն դեպքում, եթե ռազմական գործողություններ սկսվեն Ղարաբաղի դեմ, մենք կճանաչենք։ Ադրբեջանցիք ամեն մի բառին հետևում են Հայաստանի Հանրապետության նախագահը ճանաչումը պետք է օգտագործի որպես զուր կախված Ադրբեջանի գլխին եւ այդպիսի ցեղագերումներ օրինակ ես կարծում եմ, որ նախկաբել։ Հիմա գալով Եվրազեսին, օրինակ ես ողջունում եմ նախագահի մոտեցումը։ Գիտեք, ինչը ճիշտ է։ Ես իսկապես շատ ուրախ եմ նախագահի դված ցեղագերբումից, որ այնտեղ հուշագիր կստորագրենք, Եվրոմիության հետ կշարունակենք, ուրեմն խորացնել մեր հարաբերությունները, ասոցիացիան այդ պայմանագիրը կստորագրենք, ազատ առևտրինը կստորագրենք, իսկ Եվրազեսի անդամակցության այսօր խնդիր չկա, ընդամենը կլինի հուշագրի մագարտակ։ Ես դա ողջունում եմ։ Բազմաթիվ այլ մտքեր են հնչել արտաքին քաղաքական, ես կողմ եմ նախագահի հետ, բայց Ղարաբաղի հետ կապված այդ ցեղագերբմանը դեմ եմ,
եւ ես կարծում եմ, որ հանրապետության նախագահը ամենայն դեպս այդ Պարոն ձևակերպումը միանշան ես կարող եմ վկայել, որ նա այդ հաջող ասել է, որ եթե ուրեմն Ադրբեջանը սկսի ռազմական գործ, ապա մենք անմիջապես կճանաչենք Լեռնային Ղարաբաղը։ Դա ես անձամբ լավ, ուրեմն ճանաչումը երբևիցե արգելախնդրություն չի, չէ՞։ Այսինքն պահը գկա, ասած միայն այն դեպքում մենք կարող ենք ճանաչել, որովհետև ուրիշ զարգացումներ էլ կարող են լինել։ Այո, որ կարող է գիտեք ճանաչենք։ Եթե մի 10 երկիր հավաքվում մեզ ասում է, որ գիտեք ինչ, մենք պատրաստ ենք, եկեք դուք ճանաչեք, մենք անմիջապես կհետևենք ձեզ։ Իհարկե կգնանք։ Այնպես որ ես մի 10 տեսական սցենար գարամ ասեմ, էլի, որ կարող ենք մենք ճանաչենք Ղարաբաղի անկախությունը։ Այնպես որ ճիշտ պատասխանը այդ հարցին այն է, որ ճանաչումը մեր դիվանագիտական զինանոցում է, իհարկե Ղարաբաղը արդեն ինքնորոշվել է, այնտեղ երկու կարծիք չի կարող լինել, Ադրբեջանի գազում երբևիցե չի կարող լինել, իսկ ուղղակի ժամանակի խնդիր է ճանաչման հարցը, դա պետք է անել ճիշտ պահին, որպեսզի լինի արդյունավետ եւ դա լինի անշրջելի։ Ահա ասիկ սա կլինի ճիշտ դիվանագիտական ազգային պատասխան։ Շնորհակալություն պարոն Օսկանյան, սիրելի հեռուստադիտողներ, այսպեսով ավարտում ենք մեր այսօրվա ուղիղ եթերը Ազատություն TV-ում։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Վարդան Օսկանյանը, Հայաստանի նախկին արտգործնախարար եւ այժմ Հայաստանի ազգային ժողովի անդամ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն քեզ։